Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու 2025 թվականի հունիսի ամենահաջող եւ ամենավտանգավոր ամսաթվերը։ Սրանք իշխանության օրերն են։ Հունիս ամսին մենք ունենք մի քանի վտանգավոր եւ իսկապես բախտավոր օրեր, որոնք չպետք է բաց թողնեք։ Դե ինչ, եթե պատրաստ եք, ուրեմն սկսեցինք։ Հունիսի 3 Մերկուրին ազատվում է ռետրոգրադից։ Սա նշանակում է, որ բոլոր խցանումները, որոնք երկար ժամանակ անհանգստացնում էին ձեզ, այժմ կսկսեն անհետանալ։ Հաղորդակցությունը կսկսի բարելավվել եւ շատ բաներ ավելի արագ ու հեշտ կընթանան։ Հունիսի 5 Սատուրնի հետ ընթաց շարժման սկիզբ։ Սատուրնը պատասխանատու է քրտնաջան աշխատանքի, իմաստության, ինքնակարգապահության եւ կարգուկանոնի համար։ Հետևաբար նրա հետ ընթաց շարժման ժամանակ առաջինը կտուժեն այս տարածքները։ Ամենահեշտ ժամանակները չէ որ գալու են, բայց դրա մեջ հնարավոր է եւ անհրաժեշտ է նաեւ դրական կողմեր գտնել։ Առաջիկայում նրանց մասին եւս տեսանյութ կլինի։ Հունիսի 6-ը այսպես կոչված ամսվա հայելային ամսաթիվն է։ Ժամադրությունների կրկնությունը հատուկ էներգիա ունի, բայց կոնկրետ որ մեկը կախված կլինի։ Հունիսի 7 Արիետիտների երկնաքարային անձրևներ, ոսկե ժամանակ լի հնարավորություններով խիզախների եւ վճռականների համար։ Հունիսի 11 Վեներան Ուրանի հետ։ Հունիսի եւս մեկ վտանգավոր օրերից է, չափազանց դժվար եւ անկանխատեսելի, երբ առողջության հետ կապված ռիսկերը կմեծանան եւ երբ ամեն ինչ կարող է բոլորովին այլ կերպ դասավորվել, քան ծրագրված եւ սպասված էր։ Հունիսի 13 Մերկուրին վերադառնում է երկվորյակ։ Հիանալի ժամանակ է անհանգստացողների, ճանապարհորդների, բանակցողների եւ պարզապես ակտիվ մարդկանց համար։ Նոր մարդկանց հետ ծանոթանալու, նոր օգտակար կապեր հաստատելու եւ հետաքրքիր նորությունների ժամանակ է։ Հունիսի 14 Որոշ աստղաբաններ այս օրը համարում են իշխանության օր, մյուսները վտանգավոր։ Իրադարձություններին ավելի մոտ ալիքում կհրապարակվի առանձին հոդված եւ դուք ինքներդ կորոշեք այս օրը վտանգավոր է թե բախտորոշ։ Հունիսի 21 Ամառային արևադարձ։ Իսկապես կախարդական ժամանակաշրջան, երբ արևը ամենաուժեղն է։ Մեծ հնարավորությունների եւ ձեռքբերումների, հաջողությունների եւ հազվադեպ դեպքերի ժամանակաշրջան։ Հունիսի 23 Վեներան մտնում է երկվորյակ։ Թեթևության եւ անհոգության ժամանակ, սա հադաշտն ունի եւ դրական եւ բացասական կողմեր, եւ այս ամսին կլինեն նաեւ առանձին այսպիսի օրեր եւս։ Հունիսի 28 Նեպտունի հետ ընթաց շարժման սկիզբ։ Անբարենպաստ ժամանակաշրջանի սկիզբ, քանի որ հետադիմական Նեպտունը շատ մարդկանց դարձնում է ագրեսիվ եւ զայրացած, ագահ, անազնիվ շահի համար։ Խարդախների, ստախոսների եւ նրանց համար, ովքեր հաճույք են ստանում ուրիշներին վնասելուց։ Հունիսի 29 Նորալուսին։ Ոչ միանշանակ իրադարձություն, քանի որ դա տեղի կունենա հետադիմական Նեպտունի ազդեցության տակ։ Ընկերներ, ամսաթվերին ավելի մոտ յուրաքանչյուր իրադարձության մասին մեր YouTube-յան ալիքում կհրապարակվի առանձին մանրամասն տեսանյութեր, այնպես որ հենց այս պահին բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը։ Ձեզ մաղթում ենք հաջողություն հունիս ամսվա ընթացքում։ Իսկ այս ամենի զուգահեռ մենք միասին կբացահայտենք, թե ովքեր են կենդանակերպի ամենախելացի նշանները։ Պարզիր, թե որ հորիզոնականն է զբաղեցնում քո կենդանակերպի նշանը։ Աստղաբանության աշխարհում շատ գաղտնիքներ եւ առեղծվածներ կան, բայց ամենահետաքրքիրներից մեկը այն է, թե ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մեր ինտելեկտի վրա։ Եկեք խոսենք այն մասին, թե կենդանակերպի ներկայացուցիչներից ով ունի սուր միտք եւ ինչպես։ Պատասխանը կարող է զարմացնել ձեզ։ Աստղաբանությունը եզակի հայացքի առաջարկում մեր անձի տարբեր ասպեկտների վերաբերյալ եւ ինտելեկտը բացառություն չէ։ Այսպիսով սկսեցինք։ Ջրհոս։ Ջրհոսները մեր ցուցակի առաջին տեղում են շնորհիվ իրենց ակնառու բանականության եւ աշխարհը յուրահատուկ տեսանկյունից տեսնելու ունակության։ Վերլուծական մտածելակերպը եւ ուրիշների կողմից բաց թողնված դետալները նկատելու ունակությունը կենդանակերպի այս նշանի մարդկանց դարձնում են անգերազանցելի մտածողներ։ Հաջորդը գալիս են կույս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները, որոնց մանրամասնելու ունակությունը եւ անբացիր տրամաբանությունը դասում են այս անհատներին ականավոր պերֆեկցիոնիստների շարքում։ Նրանց գործնական միտքն ու խորաթափանցությունն օգնում են լուծել ամենադժվար խնդիրները, քանի որ կույս կենդանակերպի նշան ունեցող մարդիկ կարողանում են կարգուկանոն տեսնել այնտեղ, որտեղ ուրիշները միայն քաոս են տեսնում։ Կարիճ կենդանակերպի ներկայացուցիչները հիացնում են իրենց ինտուիցիայով եւ տողերի միջև կարդալու ունակությամբ։ Սուտը եւ բոլոր թաքնված դրդապատճառները ճանաչելու ունակությունը նրանց
նրանց դարձնում է հիանալի հոգեբաններ։ Կարիճները վերլուծության և քննադատական մտածողության վարպետներ են։ Այս անհատների ինտելեկտուալ հետաքրքրասիրությունն անսահման է, ինչը նրանց թույլ է տալիս լուծել իրենց ճանապարհին հանդիպող ցանկացած հանելուկ։ Երկվորյակները զարմացնում են իրենց ինտելեկտի արագությամբ։ Նրանք կարողանում են միաժամանակ մի քանի գաղափարներ պահել իրենց գլխում և ստեղծագործական լուծումներ գտնել դրանց համար։ Այն անհատներն, ովքեր ըստ հորոսկոպի երկվորյակներ են, կենդանի հանրագիտարաններ են, միշտ պատրաստ կիսվել գիտելիքներով։ Բարդ տեղեկատվությունն ակնթարթորեն մշակելու և վերլուծելու նրանց կարողությունը կենդանակերպի այս նշանի մարդկանց դարձնում է ամենասրամիտն ու խելացիներից մեկը։ Այծեղջյուրներն իրենց դրսևորում են որպես խնդիրների յուրահատուկ լուծողներ, այս ամենը շնորհիվ նրանց գործնականության, մեթոդաբանության և կարգապահության։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ իրերի խորաթափանցության վարպետ են, նրանք կարողանում են նպատակը տեսնել իրականության պրիզմայով։ Խոյ կենդանակերպի խոյ նշանի ներկայացուցիչներն ունեն էմոցիոնալ և ինտուիտիվ ինտելեկտի յուրահատուկ համադրություն, որը լրացվում է սուր մտքով։ Սա նրանց դարձնում է շատ խոհուն և նուրբ մտածողներ։ Կշեռք մարդիկ, ովքեր հորոսկոպով կշեռքներ են, հիացնում են տարբեր տեսակետները գնահատելու և դժվար իրավիճակներում ներդաշնակություն գտնելու ունակությամբ, ինչի շնորհիվ նրանք կարող են կշռադատված որոշումներ կայացնել։ Կշեռքները ներդաշնակության և հավասարակշռության խորհրդանիշ են։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ գիտեն ծանր ու թեթև անել դրական և բացասական կողմերը, ինչի շնորհիվ նրանց դատողությունները միշտ խոհուն և արդար են։ Այսպիսով նրանք գիտեն, թե ինչպես գտնել փոխզիջումներ։ Ցուլերն աչքի են ընկնում իրենց հուզական խորաթափանցությամբ և սեփական ուժեղ և թույլ կողմերը խորը ըմբռնելով, ինչը նրանց դարձնում է բացառիկ ինքնագիտակից։ Աղեղնավոր կենդանակերպի աղեղնավոր նշան ունեցող անհատները թեև երբեմն ժամանակ են սավառնելով անցկացնում ամպերում, բայց իրականում մեծ ցանկություն ունեն սովորելու և ընդլայնելու իրենց հորիզոնները։ Առյուծները դրսևորում են իրավիճակները և առաջնահերթությունը սթափ գնահատելու զարմանալի կարողությունը, միշտ ցուցաբերելով վստահություն և խորը հասկացողություն շրջապատող մարդկանց նկատմամբ։ Ճիշտ է ցուցադրելն ու իսկապես հասկանալը, սրանք տարբեր բաներ են։ Խեցգետին կենդանակերպի ներկայացուցիչները, չնայած իրենց ինտելեկտին, երբեմն թույլ են տալիս, որ զգացմունքները խանգարեն իրենց որոշումների կայացման գործընթացին, ինչը նրանց դարձնում է հատկապես կարեկից և հասկացող, բայց հենց այս ունակությունն է, որն ունի խեցգետինը, նրան դարձնում է յուրահատուկ։ Եւ վերջապես ձկներ կենդանակերպի նշանի ներկայացուցիչներ։ Նրանք աներևակայելի հարուստ ներաշխարհով մարդիկ են։ Նրանց երևակայությունն ու ստեղծագործական մոտեցումը կյանքին երբեմն շեղում են նրանց իրականությունից, բայց հենց դրա շնորհիվ են նրանք կարողանում իրական գլուխգործոցներ ստեղծել։ Այս վարկանիշը ոչ միայն արտացոլում է կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մտավոր ունակությունները, այլև ընդգծում է նրանցից յուրաքանչյուրի յուրահատկությունը։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, որոնք նրան դարձնում են անզուգական և եզակի։ Շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք բաժանորդագրվեք ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու պայմանով։ Մինչ նոր հանդիպում։